Գիրք Անգե, գլուխ առաջին։ Դարեհ թագավորի երկրորդ տարին, 6-րդ ամսվա ամսի 1-ին, Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռովը Հուդայի իշխան Սաղաթիելյան Զորաբաբելին և մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուին ասելով. այսպես է ասում Զորած Տերը, թե այս ժողովուրդն ասում է. ժամանակը չէ եկել, Տիրոջ տունը շինվելու ժամանակը։ Ու Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռովը ասելով. ձեզ համար ժամանակ է արդյոք, որ ձեր ձեղունազարդներումը բնակվեք, իսկ այս տունը ավերակ մնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորած Տերը. ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհանգցրիք, հագնվեցաք, բայց չտաքացաք։ Եվ վարձկանը վարձի համար գործում է ծակված քսակով։ Այսպես է ասում Զորած Տերը. ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, վեր ելեք Սարը և փայտ բերեք, և տունը շինեցեք։ Այն ժամանակ ես կհավանեմ դրան և կփառավորվիմ, ասում է Տերը։ Նայեցիք շատին, և ահա քիչ եղավ, և բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ինչու համար, ասում է Զորած Տերը, իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Սրա համար ձեզ վրա երկինքը պիտի արգիլե ցողը, և երկիրը պիտի արգիլե իր պտուղը։ Եվ ես երաժշտություն կանչեցի երկրի վրա, և սարերի վրա, և ցորենի վրա, և քաղցուի վրա, և յուղի վրա, և երկրի բերքի վրա, և մարդկանց վրա ու անասունների վրա, և ձեռքի բոլոր վաստակի վրա։ Այն ժամանակ լսեց Սաղաթիելյան Զորաբաբելը և մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուն, և ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տեր Աստծո ձայնին, և Անգե մարգարեի խոսքերին, ինչպես որ իրանց Տեր Աստվածը նրան ուղարկել էր։ Եվ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։ Եվ Տիրոջ դեսպան Անգեն ասեց Տիրոջ դեսպանությամբ ժողովրդին, ասելով. ես ձեզ հետ եմ, ասում է Տերը։ Եվ Տերը զարթեցրեց Հուդայի իշխան Սաղաթիելյան Զորաբաբելի հոգին և մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուի հոգին և ժողովրդի բոլոր մնացորդի հոգին, և գնացին ու գործ գործեցին իրանց Զորած Տեր Աստծո տանը 6-րդ ամսի 24-ին, Դարեհ թագավորի երկրորդ տարին։